Ազգային մշակույթի երախտավոր պատմաբան, լեզվաբան, պարարանագետ Երվանդ Տերմինասյանի անունը Մատենադարանում է համախմբել մտավորականներին։ Մեծանուն հայագետի «Հուշեր իմ կյանքից» գրքի երկրորդ լրամշակված հրատարակության շնորհանդես ըստ Մատենադարանի տնօրենի ընդամենը առիթ է վերստին արժանին մատուցելու ճշմարիտ մտավորականին եւ վաստակաշատ գիտնականին։ Եվրոպական փայլուն կրթություն ստացած եւ իր ամբողջ ներուժը գիտական գործունեությանը նվիրաբերած Երվանդ Տերմինասյանը Արա Խզմալյանի գնահատմամբ մեկն է այն եզակի անուններից, որոնք հետևողականորեն պետք է հանրահռչակվեն եւ վերաիմաստավորվեն Մատենադարանում։ Ինձ համար Երվանդ Տերմինասյանը բարեկրթության եւ հայ մտավորականի տիպար է։ Եվ հատկապես այսօր մեր դժվարին ժամանակներում մենք կարիք ունենք պարբերաբար ետ նայելու, որպեսզի ճիշտ գնահատենք ինքներս մեզ եւ ճիշտ ձևակերպենք մեր պատկերը ինքներս մեր մասին։ Ցավոք սրտի մեր պատկերը շատ է աղճատվել տարբեր տեղեկատվական հարձակումների, հոսանքների պայմաններում եւ նման գործիչները, նման անունները, ինչպես Երվանդ Տերմինասյանն է, իհարկե մեծ դեր ունի զտելու, մաքրելու մեր դիմանկարը, մեր հոգևոր պատկերը նախ եւ առաջ ինքներս մեզ համար։ Գրքի շնորհանդեսը նաև հրաշալի առիթ է Երվանդ Տերմինասյանի Մատենադարանում գտնվող արխիվային ֆոնդը համալրելու համար։ Հայագետի ժառանգները Թորնուհին Անուշ Տերմինասյանը նոր նվիրատվություններով է հարստացնում ֆոնդը։ Նվերներից մեկն էլ Տերմինասյանի Ստուգարքի գրքույկն է 20-րդ դարի ամենամեծ փիլիսոփաների եւ արևելագետների ստորագրություններով։ Ընտանեկան մասունքների թվում շատ են արժեքավոր փաստաթղթերը, փաստում է Անուշ Տերմինասյանը, բայց դրանց համար ավելի ապահով եւ արժանի տեղ, քան Մատենադարանն է, Տերմինասյան ընտանիքը չգիտի։ Ժամանակին գիտնականն ինքը արժեքավոր շատ նյութեր էր նվիրել Մատենադարանին։ Ինքը նվիրել էր իր արխիվի ամենաարժեքավոր նյութերը։ Դա 35 նամակ էր Օրմանյանից, դա 12-րդ դարի ձեռագիր էր, բազմաթիվ շատ արժեքավոր գրքեր, նամակներ եւ այլն։ Բայց հետո արդեն իրանից հետո ես գտամ հայրս էր ուզում անել չհասցրեց, ես գտա հետո շատ բաներ, ասենք Ադոնցի նամակը ես գտա էլի շատ հին գրքեր, ձեռագրեր, շատ բաներ, որը դեռ մի մասը այսօր բերել եմ, օրինակ առաջին համալսարանի առաջին թերթը։ Հուշեր իմ կյանքից գրքի առաջին հրատարակությունից ավելի քան 2 տասնամյակ է անցել, բայց հետաքրքրությունը գրքի հանդեպ բնավ չի նվազել, քանի որ այն մի ամբողջ դարաշրջանի չափազանց հետաքրքիր համապատկերն է ստեղծում, նաև շատ նուրբ եւ հետաքրքիր շերտեր է բացահայտում գիտնականի մարդկային կերպարում։ Շատ օգտակար եւ կարեւոր է ոչ միայն Երվանդ Տերմինասյանի հայ գիտական գործունեությունը, գիտական ուսումնասիրությունները հետազոտելու առումով, այլ նաեւ անչափ հետաքրքիր է նրա մարդկային կերպարի այս ներկայացումը այս հուշերում, նաեւ նրա շրջապատող իրականության։ Դա կլինի Մայրաթոր, Սուրբ Էջմիածնի միջավայրը, որտեղ նա մեծ գործունեություն է ծավալել, սովորել է Գևորգյան ճեմարանում, եվրոպական կրթության տարիները։ Եվ պատահական չէ, որ եւ գրքի եւ միջոցառման համար որպես բնաբան ընտրվել էին Երվանդ Տերմինասյանի հայտնի, որպեսզի ամոթապարտ չմնան խոսքերը, որ խորապես բնորոշ են նրա մարդկային էությանը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։